Գիտեք, որ հին հույներն ու հռոմեացիները վալերիանայի բույսը կատվախոտ անվանում էին ֆու, դրա տհաճ հոտի պատճառով, բայց միևնույն ժամանակ համարում էին այն երկնային պարգև։ Իրականում այս բույսը այնքան հզոր է, որ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ այն օգտագործում էին զինվորների նյարդային ցնցումները բուժելու համար։ Բայց զգուշացեք, այն, ինչ հանգստացնում է ձեզ, կատուներին դարձնում է սարսափելի ագրեսիվ։ Իսկ մարդկանց մոտ սխալ օգտագործման դեպքում վալերիանան կարող է առաջացնել հակառակ ազդեցությունը՝ տագնապ եւ անքնություն։ Նախ հասկանանք, թե իրականում ինչ է անում այս դեղամիջոցը։ Վալերիանան կամ ինչպես մենք հայերս անվանում ենք վալերիան հիմնականում աշխատում է որպես նյարդային համակարգի հանդարտեցնող։ Ահա այն խնդիրների ցանկը, որոնց դեպքում ցուցված է այս դեղամիջոցը՝ քնի խանգարումներ եւ անքնություն։ Սա ամենատարածված պատճառն է։ Վալերիանան օգնում է նրանց, ովքեր երկար պտտվում են անկողնում եւ չեն կարողանում քնել մտքերի կամ լարվածության պատճառով։ Այն չի անջատում ձեզ, պարզապես թուլացնում է մարմինը, որպեսզի քունը բնական ճանապարհով գա։ Բարձր նյարդային գրգռվածություն։ Եթե զգում եք, որ սովորականից ավելի ջղային եք, ամեն փոքր բանից բռնկվում եք եւ անընդհատ լարված վիճակում եք, վալերիանան օգնում է իջեցնել այդ լարվածության աստիճանը։ Հաջորդը՝ նյարդային սիրտ, կարդիոնևրոզ։ Հաճախ լինում է, որ սիրտը սկսում է արագ բաբախել կամ խփել կրծքավանդակին, ոչ թե հիվանդության, այլ հուզմունքի պատճառով։ Վալերիանան հանդարտեցնում է սրտի ռիթմը նման իրավիճակներում։ Հաջորդը՝ աղիների եւ ստամոքսի կծկումներ, սպազմներ։ Մեր մարսողական համակարգը սերտ կապված է նյարդերի հետ։ Սթրեսից առաջացած ստամոքսի ցավերի կամ կծկումների դեպքում վալերիանան կօգնի թուլացնել ներքին օրգանների մկանները։ Հաջորդը՝ նևրոզներ եւ տագնապային վիճակներ։ Թեթև տագնապի զգացողության, վախերի կամ մշտական անհանգստության դեպքում այն օգտագործվում է որպես օժանդակ միջոց ընդհանուր հոգեբանական վիճակը կայունացնելու համար։ Հաջորդը՝ գլխացավեր կապված լարվածության հետ։ Երբ գլուխը ցավում է երկարատև մտավոր աշխատանքից կամ նյարդային սթրեսից, վալերիանան կարող է օգնել թուլացնելով անոթների լարվածությունը։ Եվ վերջինը՝ դաշնանադադարի ախտանշաններ։ Զարմանալի է, բայց այո, կանանց մոտ հորմոնալ փոփոխությունների ժամանակ առաջացող գրգռվածությունը եւ քնի խանգարումները մեղմելու համար հաճախ նշանակվում է հենց վալերիանը։ Ինչպես գիտեք, կա վալերիանը 3 տեսակ՝ դեղին գույնի հաբեր, կանաչ գույնի հաբեր եւ վալերիանայի ոգեթուրմ, որը ընտրել։ Մարդիկ շատ հաճախ շփոթվում են գույների եւ տեսակների մեջ։ Հիմա կհասկանանք, թե դրանցից որը ինչի համար է։ Դեղին հաբեր։ Սա դասական տարբերակն է, այն ունի թույլ եւ կայուն ազդեցություն։ Հարմար է նրանց համար, ովքեր ունեն թեթև լարվածություն եւ ուզում են հանգիստ քնել։ Հաջորդը կանաչ հաբերն են։ Սովորաբար սրանք ուժեղացված տարբերակներն են։ Հաճախ սրանք իրենց բաղադրության մեջ ունենում են նաև անանուխ կամ կատվա լեզու։ Դրանք ավելի արագ են թուլացնում մկանային լարվածությունը եւ սպազմերը։ Եվ հաջորդը ոգեթուրմն է, ամենաարագ ներծծվող տարբերակը, քանի որ հեղուկ վիճակում անմիջապես ներծծվում է արյան մեջ։ Սակայն հիշեք, այն պարունակում է սպիրտ։ Ուստի ղեկի նստելուց առաջ կամ երեխաներին տալիս պետք է լինել չափազանց զգույշ։ Երբ է այն մեզ պետք։ Վալերիանան ձեր լավագույն ընկերն է, եթե քունը փախել է, օգնում է ավելի արագ քնել եւ բարելավում է քնի որակը։ Սիրտը խաղում է, հանգստացնում է սրտի արագ բաբախյունը, որը առաջանում է հուզմունքից։ Նյարդերը տեղի են տալիս, օգնում է հաղթահարել ամենօրյա սթրեսը եւ գերլարվածությունը եւ ստամոքսի ցավ։ Երբեմն նյարդային վիճակից ստամոքսը կծկվում է, սպազմներ են առաջանում, վալերիանան թուլացնում է այդ կծկումները։ Սակայն խոսենք այն մասին, թե ինչպես օգտագործել, որպեսզի չվնասեք ձեզ։ Կուտակային էֆեկտ։ Վալերիանան ախտահանող չէ, որ միանգամից գործի։ Իրական արդյունքը զգացվում է 2-ից 4 շաբաթ անց կանոնավոր օգտագործելուց հետո։ Խոսքը այստեղ վալերիանայի հաբերի մասին է։ Չափաբաժին՝ մի չարաշահեք։ Շատ խմելու դեպքում առավոտյան կարող եք արթնանալ ծանր գլխով, թուլությամբ կամ նույնիսկ ընկճվածությամբ։ Դադար տվեք։ Խորհուրդ չի տրվում օգտագործել 2 ամսից ավելի, քանի որ օրգանիզմը սովորում է եւ ազդեցությունը կորչում է։ Սակայն եթե պատրաստվում եք վիրահատության կամ ընդունում եք այլ հզոր քնաբերներ, վալերիանան կարող է վտանգավոր լինել։ Առասպելներ եւ հարցեր, այնինչ ձեզ չեն ասի դեղատանը։ Միֆ առաջին՝ վալերիանան կարելի է ընդունել անսահմանափակ, այն բնական է եւ անվնաս։ Իրականություն՝ բնական լինելը դեռ չի նշանակում անվտանգ։ Չափից շատ օգտագործումը կարող է առաջացնել դեպրեսիվ վիճակ, դանդաղեցնել ռեակցիան եւ նույնիսկ խնդիրներ ստեղծել մարսողության հետ։ Օրական չափաբաժինը չպետք է գերազանցի մասնագետի նշանակածը։ Հարց. ճիշտ է, որ վալերիանան անմիջապես հանգստացնում է։ Իրականություն՝ ոչ միշտ։
Ի տարբերություն քիմիական հզոր դեղերի, վալերիանան ունի կուտակային ազդեցություն։ Այն սկսում է լիարժեք աշխատել օգտագործման երկրորդ շաբաթվանից հետո։ Եթե խմեցիք 1 հապ եւ սպասում եք հրաշքի 5 րոպեից, ապա դա ավելի շատ ինքնաներշնչման արդյունք լինի։ Ավելի արագ իրականում ազդում է վալերիանայի ոգեթուրմը։ Ուժեղ ստրեսի դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել ոգեթուրմ տարբերակը եւ ոչ թե հաբերը։ Հաջորդը կարելի է խմել վալերիանա եւ նստել ղեկին։ Իրականության մեջ սա խորհուրդ չի տրվում։ Վալերիանան դանդաղեցնում է ուշադրության կենտրոնացումը։ Եթե դուք վարորդ եք կամ աշխատում եք վտանգավոր մեխանիզմների հետ, ապա այս դեղամիջոցը կարող է ձեզ չափից ավելի թուլացնել։ Ինչու է վալերիանան կատուներին գժվեցնում, իսկ մեզ հանգստացնում։ Վալերիանայի հոտը կատուների համար նման է նրանց սիրային հորմոններին։ Դրա համար նրանք ընկնում են էյֆորիայի մեջ։ Մարդկանց վրա այն ազդում է բոլորովին այլ կերպ, ճնշելով գերգրգռված նյարդային համակարգը։ Հաջորդը վալերիանան եւ ալկոհոլը լավ ընկերներ են։ Իրականություն, բացարձակ ոչ։ Վալերիանան ուժեղացնում է ալկոհոլի ազդեցությունը կենտրոնական նյարդային համակարգի վրա։ Նման համադրությունը կարող է բերել շնչառության դանդաղեցման եւ ուժեղ քնկոտության։ Եթե ուզում եք, որ վալերիանան իսկապես օգնի ձեզ քնել, մի խմեք այն քնելուց անմիջապես առաջ, նա պարզապես չի հասցնի ձեզ օգնել։ Լավագույն արդյունքի համար ընդունեք այն քնելուց 1-ից 2 ժամ առաջ։ Մի փոքր էլ խոսենք վնասների եւ ռիսկերի մասին։ Չնայած իր անվնաս հեղինակությանը, վալերիանան ունի նաեւ իր մութ կողմերը։ Ահա թե ինչ է պետք իմանալ նախքան հերթական հաբը խմելը։ Հակառակ էֆեկտ, պարադոքսալ արձագանք։ Կան մարդիկ, ում վրա վալերիանան ազդում է ճիշտ հակառակ ձևով։ Հանգստանալու փոխարեն նրանք զգում են սուրտակնապ, սրտխառնոց, գերգրգռվածություն եւ անքնություն։ Եթե առաջին ընդունումից հետո ձեր սիրտը սկսել է արագ բաբախել, ուրեմն այս դեղամիջոցը ձեզ համար չէ։ Հաջորդը վալերիանայի խումար։ Երբ չափաբաժինը մեծ է լինում, առավոտյան կարող եք արթնանալ այսպես ասած բամբակյա գլխով։ Ուղեղը դժվարությամբ է կենտրոնանում, առաջանում է դանդաղ կոտություն եւ ընդհանուր թուլություն, որը կարող է տևել անգամ ամբողջ օրվա ընթացքում։ Լյարդի վրա ճնշում։ Եթե վալերիանան օգտագործվում է ամիսներ շարունակ առանց դադարի, այն կարող է լրացուցիչ ծանաբեռնվածություն ստեղծել լյարդի համար։ Մասնագետները խորհուրդ են տալիս այն խմել 8 շաբաթից ոչ ավելի։ Հաջորդը կախվածություն հոգեբանական։ Չնայած վալերիանան չի առաջացնում ֆիզիկական կախվածություն, ինչպես ուժեղ դեղերը, մարդիկ հաճախ սկսում են հոգեբանորեն վախենալ, որ առանց այդ դեղին հավի չեն կարող քնել կամ հանգստանալ։ Եվ իհարկե վիրահատություններ։ Եթե ձեզ սպասվում է վիրահատություն կամ ընդհանուր անզգայացում, նարկոզ, վալերիանայի օգտագործումը պետք է դադարեցնել վիրահատությունից առնվազն 2 շաբաթ առաջ, քանի որ նարկոզի ժամանակ այն կարող է փոխել դրա ազդեցությունը։ Եվ իհարկե, ում է հակացուցված վալերիանան։ Հղիներին եւ կերակրող մայրերին։ Բավարար հետազոտություններ չկան, որոնք ապացուցում են այս դեղամիջոցի անվտանգությունը պտղի համար։ Արգելված է նաև երեխաներին, անգամ նշվում է մինչև 12 տարեկան, եւ խստիվ հակացուցված է ցածր ճնշում ունեցող մարդկանց։ Քանի որ վալերիանան կարող է ել ավելի իջեցնել արյան ճնշումը, առաջացնելով գլխապտույտ եւ սիրտանոթային համակարգի այլ խնդիրներ։ Եվ նաև հիշեք, եթե վալերիանա խմելուց հետո զգում եք մաշկային ցան, քոր կամ ստամոքսի ցավ, ապա անմիջապես դադարեցրեք այն։ Դա կարող է նշան լինել անհատական անտանելիության։